Թվում է դու էլ մանկության ժամանակ քեզ հարց ես տվել կամ գոնե պատանեկության, ինչի համար ես ծնվել, ինչի համար ես եկել այս աշխարհ, հա? Անկամ հիմա եմ այդ հարցը տալի։ Այո։ 1 ամիս աշխատելուց հետո հոգեբանական տերմինով ինձ մոտ ինքնայրում եղավ, երբ որ բժիշկը եկավ, ասաց, որ դադարում ես հեռուստացույց նայել, հեռախոսից օգտվել։ Գործիքները շատ կարևոր են, հա, որ արդեն ներգրենք մեր առօրյա ու օգտագործենք այդ ամեն ինչը ստրեսի մակարդակը ներքև պահելու համար։ Կյանքում մարդիկ փնտրում են մակերեսում, այ ես անեմ երջանիկ կլինեմ, ինստիտուտ ավարտեմ, մի լավ տղայի հետ ամուսնանամ, երջանիկ կլինեմ, ու վերջում տեսնում են ամեն բան ունայնություն է։ Մեդիտացիա անելու ընթացքում այդ հանցագործությունների թիվը բավականին բարձր տոկոսով սկսում է կրճատվել։ Այս տեխնիկան թույլ է տալիս, որ մենք բացահայտենք ով ենք մենք եւ ինչ կարող ենք անել, եւ մեր ներուժը, ստեղծարարությունը, որ կա մեր ներսում, դա բացահայտվում է։ Երբ որ խմբային այդ ամեն ինչը կատարվում, այդ տիպի ռիթրիտներում կամ այդ խմբային մեդիտացիաներում, ոնց որ բազմապատկվում է այդ էներգիան։ Անպայման։ Ես ուզում եմ ապրեմ, ես ուզում եմ այդ գիրքը, այդ ապրելու ցանկությունը մնա իմ մեջ, հա։ Արև ձեզ։ Շարունակում ենք մեր ոդքասթների շարքը Երևանից, եւ այսօր մեր տաղավարում ունենք մի շատ հետաքրքիր հյուր, ով Transcendental մեդիտացիայի մասնագետ է եւ ուսուցիչ, եւ այսօրվա մեր հաղորդումը կլինի հենց Transcendental մեդիտացիայի մասին։ Ոնց եք, Խնկանուշ ջան։ Շատ լավ, շնորհակալություն։ Շնորհակալ եմ, որ ընդունեցիք իմ հրավերը։ Ես եմ շնորհակալ, որ հրավիրել եք։ Մի քանի բառով մեզ դիտողներին ներկայացնում, թե մենք ոնց ծանոթացանք։ Հիմա ես գտնվում եմ Հայաստանում ու սրանից մի քանի ամիս առաջ այտենց պատահաբար գալիս է ինձ այդ Transcendental մեդիտացիայի մասին վիդեո, դոկումենտարի ավելի շիտ, հա, վավերագրական ֆիլմ եմ նայում, դրանից հետո ոնց որ հետաքրքրություն է առաջանում ինձ մեջ ու տենց հարցնում իմ ծանոթներից դրա հետ կապված, ով գիտի, ինձ խորհուրդ են տալի ու ես Ամերիկայում գնում ու այդ կուրսը անցնում եմ, որից հետո բավականին դրական արդյունքներ արդեն մոտս երևում, այդ ստրեսից մակարդակը իջնում է, պրոդուկտիվությունս բարձրանում է ու տենց անցնում է այդ մոտ ամիս ու կես, ես հայտնվում եմ Հայաստանում ու մեկ է միտեղ պատահաբար հանդիպում եմ ձեզ եւ ձեր ամուսնուն ու զրուցելու ընթացքում ես իմանում եմ, որ դուք Հայաստանի հենց Transcendental մեդիտացիայի ներկայացուցիչներն եք։ Այսինքն ապրել եմ 40 տարի, գաղափար չի ունեցել այդ Transcendental մեդիտացիայի մասին, հենց որ սովորում եմ, հանդիպում եմ արդեն ձեզ, եթե դեմ չեք մի քանի բառով կպատմեք ձեր մասին, ձեր անցած ճանապարհը ու ոնց հասաք Transcendental մեդիտացիային։ Այո, ուրեմն ասեմ Նիկ ջան, որ ոչ մի բան պատահական չի լինում։ Երևի ես հանդիպումը արդեն պլանավորված էր, նախատեսված էր։ Իմ մասին կասեմ, որ ես Խնկանուշն եմ, արդեն 70-ս լրացած, մանկավարժ եմ եղել, Գերմաներենի ուսուցչուհի եմ եղել եւ ունեցել ենք հասարակական կազմակերպություն, ուղիղ 20 տարի մենք աշխատել ենք հաշմանդամություն ունեցող երեխաների եւ նրանց ընտանիքների հետ։ Բայց 2020 թվականին, երբ որ սկսվեց պատերազմը, մենք ընդգրկեցինք նաեւ պատերազմում զոհված ընտանիքների երեխաներին եւ կանանց եւ նաեւ տեղահանվածներին ու ասեմ ինչպես ես ծանոթացա Transcendental մեդիտացիայի հետ։ Ուրեմն 20 թվականից մենք արդեն սկսեցինք ընդգրկել մեր ցերեկային կենտրոնի խմբում նաև զոհվածների, ընտանիքների երեխաներին եւ տեղահանվածների երեխաներին, բայց մինչ դա մենք շատ ակտիվ գործունեություն ենք ծավալում այդ տեղահանման ընթացքում ստրեսավորված մարդկանց հետ եւ նաև զոհվածների ընտանիքների հետ։ Մեր խմբում կային հոգեբաններ, կային սոցաշխատողներ, երիտասարդներ էին հիմնականում։ 1 ամիս աշխատելուց հետո հոգեբանական տերմինով ինձ մոտ ինքնայրում եղավ եւ երբ որ բժիշկը եկավ, ասաց, որ դադարում ես հեռուստացույց նայել, հեռախոսից օգտվել եւ դեղեր նշանակեց։ Այդ process-ը անցավ ինձ մոտ եւ մի ծանոթ աղջիկ եկա Հորսկան, որ աշխատում էր մեզ հետ, ասաց, որ Երևանում այսպիսի տեխնիկա կա։ Մինչ դա չգիտեիք դրա Transcendental բացարձակ մենք գիտակցություն չունենք դրա մասին, չգիտենք։ Ճիշտն ասած, ամուսինս ինքը հետաքրքրվել էր, ինքը գիտեր, բայց որ մենք իմանայինք, որ Հայաստանում կա այդպիսի բան, հնարավորություն կա սովորելու, չգիտենք։ Այսինքն, որպեսզի ավելի ճիշտ հասկանամ, հա, պատկերը օգնում եք այդ դժվարին շատ բոլորիս համար եւ մեր բոլորի կյանքին ամենադժվարին փուլն էր դա այդ պատերազմի այդ ընթացքը դուք էլ այդ ամեն օրվա ռեժիմով շփվում եք այն մարդկանց հետ ովքեր ունեցել են ընտանիքում կորուստ ու
վերցնում եք այդ ամեն ինչը ձեր մեջով եք անցկացնում, չեք կարողանում ձեզ փակեք ու ոնց որ ավելի պրոֆեսիոնալ մոտեցում տաք, դրանից այդ ինքնահայրումն է լինում, ու արդեն հանդիպում եք այդ տրանսցենդենտալ մեդիտացիային։ Եվ եկան մեզ ասեց, որ Երևանում կա այդպիսի մասնագետ Ջոն Գյումիշյանը, որը դարձավ հետագայում մեր լավ բարեկամ ու մեր ուսուցիչը։ Մենք եկանք Երևան, ես, ամուսինս եւ մեր փոքր աղջիկը Ռաֆայելան, եւ լսեցինք ներածական դասախոսությունը ու որոշում կայացրեցինք, որ սովորենք։ Մենք սովորեցինք տրանսցենդենտալ մեդիտացիան եւ քանի որ մեր քաղաքում կարիքը շատ կար, մենք հրավիրեցինք 2 անգամ մեր ուսուցչին, ինքը եկավ Եղեգնաձոր եւ սովորեցրեց մեր այդ թիրախային խմբի կանանց երեխաներին։ Ձեր գործունեությունը մեծամասամբ հենց Եղեգնաձորում է։ Հենց Եղեգնաձորում է ծավալվել։ Եվ ընթացքը այնպես եղավ, որ մենք հաջորդ լեվելը անցանք Վրաստանում եւ երրորդը արդեն Թայլանդում 6 ամսով գնացինք սովորելու եւ դարձանք որակավորված ուսուցիչներ։ Իսկ դրա նպատակը գիտեք որն էր հիմնականում, որովհետեւ եթե մենք չդառնայինք ուսուցիչ, մենք իրավունք չէինք ունենա սովորեցնելու մարդկանց։ Իսկ իրականում մեր հիմնական նպատակը մարդկանց օգտակար լինելն էր։ Եվ փառք Աստծո, 2.5 տարի առաջ, երբ որ մենք վերադարձանք Թայլանդից, հենց մեր քաղաքում, մեր քաղաքը մեծ քաղաք չի, փոքրիկ քաղաք է, ունեցանք օֆիս, կենտրոն եւ սկսեցինք աշխատել այդ ընտանիքների եւ տեղահանվածների հետ, արդեն 23 թվականից եկած տեղահանվածների հետ նաեւ, ու մինչև այսօր գործում է այդ կենտրոնը եւ շատ ուղղակի օգտակար դրական փոփոխություններ ենք մենք նկատում այդ ընտանիքների այդ անձերի կյանքում եւ իրանց փոխհարաբերություններում եւ իրանց առողջական վիճակում եւ իրենց ինքնակայացման ստեղծարարության մեջ, որը տալիս է այս տեխնիկան, այդ հնարավորությունը մեզ։ Բրավո։ Մեդիտացիան իմ կյանքում էլ ոնց որ նշեցի էլի շատ մեծ բան է փոխել։ Մեդիտացիան ամենաառաջինն ինչ է անում, իջացնում է մեր ստրեսի հորմոնները ու օգնում է մեզ այդ ֆոկուսի կենտրոնավորվածության հետ կապված։ Արդեն մարդկությանը վաղուց հայտնի է, որ բոլոր առողջական խնդիրների հետևում բարձր ստրեսի մակարդակն են։ Ու մեդիտացիան ու նույնատիպի գործիքները շատ կարևոր են, որ արդեն ներգրենք մեր առօրյա ու օգտագործենք այդ ամեն ինչ այդ ստրեսի մակարդակը ներքև պահելու համար։ Ինքս իմ փորձից մի քիչ պատմեմ, իմ մոտ այդ տրանսցենդենտալ մեդիտացիան կոնկրետ, այդպես մի քիչ թերահավատորեն ուղղակի նոր բաներ ասացի գնամ փորձեմ, ու հենց այդ առաջի օրվա այդ փորձի ժամանակ դեռ մեդիտացիայի հետ փորձեր ունեցել եմ, բայց ոչ տրանսցենդենտալ։ Ու տրանսցենդենտալ մեդիտացիայի տարբերությունը, որ սովորական մեդիտացիաների փոխարեն ինքը չի միտքը անջատում։ Այսինքն սովորական մեդիտացիայի ժամանակ այդ շնչառական վարժություններով sense փորձում ես քեզ բերես այն զրոյական աստիճանի, իսկ տրանսցենդենտալ մեդիտացիայի ժամանակ ինչքան ինձ խանգարող ոնց որ են մոռացված, թաքցված մտքեր կա, սկսես տրանսցենդենտալ մեդիտացիան վերև հանել։ Ու դա անգամ արտացոլվեց, sense չգիտեմ, քորի միջոցով, ասենք դեմքիս հատվածում, հետո մարմնից տարբեր հատվածներում սկսես քոր գալ ու իհարկե այդ ուսուցիչում հետ որ ես է աշխատում, ինձ բացատրեց, որ դա լրիվ նորմալ է, այդ ներվային համակարգի մեջի ոնց որ այդ թաքցված, այդ քեզ խանգարող մտքերն է դուրս գալի, դա մի ձևի պետքա բաց թողնես ու այդ օրը 2 անգամ 20 րոպե այդ մեդիտացիայով զբաղվելուց հետո շատ մեծ փոփոխություն նկատեցի իմ մոտ։ Դուք շատ ճիշտ զգացողություններ եք ունեցել, փորձառություն եք ունեցել։ Ես հիմա ուղղակի ուզում եմ ասել տրանսցենդենտալ մեդիտացիայի մասին, որտեղ իրականում կան շատ մեդիտացիաների տեսակներ ու շատ մարդիկ տարբեր մեդիտացիաների տեսակներ են օգտագործում, բայց ես այսօր ուզում եմ խոսել հենց տրանսցենդենտալ մեդիտացիայի մասին, որ ինքը շատ բնական, անջանք, շատ կարևոր է դա, երբ որ մարդը ջանք չի գործադրում, եւ ինքն իրեն եղող գործողություն է, որը չի պահանջում հավատքի փոփոխություն, սննդակարգի փոփոխություն, սովորույթների փոփոխություն, ուղղակի մենք նստում ենք հարմար, հանգիստ դիրքով, փակում ենք մեր աչքերը 15-ից 20 րոպե
Եվ այս ընթացքում տեղի է ունենում այդ մեդիտացիան։ Եվ այդ մեդիտացիայի ընթացքում չի պահանջվում, որ մենք հետևենք մեր մտքին, մենք կոնտրոլ անենք, ընդհակառակը։ Մենք թույլ ենք տալիս, որ բնական ձևով, ոնց որ բնությունը ինքը կարգավորում է, եւ մենք այդ ընթացքում, երբ որ փակում ենք մեր աչքերը, հա, մենք գնում ենք դեպի ներս։ Միշտ մարդիկ հետաքրքիր է, չէ՞, օրինակ Մահարիշին, որը բերել է այս տեխնիկան 1957 թվականին Եվրոպա եւ Ամերիկա, ինքը կյանքը նմանացնում էր օվկիանոսին, որի վերևին շերտում ալիքները անդադ շարժման մեջ են։ Մահարիշին այդ շարժումը նմանեցնում էր կյանքին, որ մի օր կարող է քո մոտ խաղաղ լինի, հաջորդ օրը կարող է փոթորիկներ լինեն, 9-րդ ալիքի նման ինչ-որ բաներ, երազանքներ խորտակվեն, կյանքեր խորտակվեն, հա։ Իսկ մեդիտացիայի ընթացքում, երբ որ մենք փակում ենք աչքերը, մեր բանականությունը սկսում է խաղաղվել, մենք գնում ենք դեպի ներս։ Եվ այդ ներսում է դրված, այդ որ դուք նոր նշեցիք, ասեցիք, տարբեր մեդիտացիաներ, շնչառական վարություններ օգտագործելով մենք հասնում ենք այս զրոյական խաղաղ վիճակի, տրանսցենդենտալ մեդիտացիայի ըստ ինձ ամենաառավելությունը այն է, որ մենք ջանք չենք գործադրում դրա համար։ Ինքը իրեն սկսում է մեր բանականությունը խաղաղվել, նյարդային համակարգը խաղաղվել եւ բանականությունը հասնում է մի մակարդակի, որը կոչվում է տրանսցենդենտալ գիտակցական մակարդակ, որտեղ իրականում բոլոր մարդիկ ունեն 3 գիտակցական մակարդակ՝ դա արթուն վիճակն է, խորը քնած վիճակն է եւ երազային վիճակն է։ Իսկ երբ որ մարդը սկսում է այս տեխնիկան օգտագործել, ինքը հայտնում է 4-րդ գիտակցական վիճակում, եւ մենք գիտենք, որ ամեն գիտակցական վիճակ ունի իր համարժեք ֆիզիոլոգիան։ Նյարդային համակարգը, մարդու մարմինը, օրգանիզմը, ֆիզիոլոգիան շատ խիստ կապված են մարդու մտածողության հետ։ Հիմա ես որ ասեմ լիմոն կուտես, Նիկ ջան, նենց լավ լիմոն ա ջրալի։ Գիտես, քո մոտ այո, թքարտադրություն է առաջանում, այդ նշանակում է ամեն բան բանականությունից է սկսում։ Եվ որ բանականությունը խաղաղվում է, նյարդային համակարգը խաղաղվում է, մարդը գնում է դեպի ներս, իսկ որտեղ են դրված թանկարժեք այդ մարգարիտները, օվկիանոսի հատակին, չէ՞։ Ամբողջ կյանքում մարդիկ փնտրում են մակերեսում։ Այ ես անեմ երջանիկ կլինեմ, ինստիտուտ ավարտեմ, մի լավ տղայի հետ ամուսնանամ, երջանիկ կլինեմ, ու վերջում տեսնում են ամեն բան ունայնություն է, որտեղ իրականում այդ նույն գանձերը դրված են մեր ներսում։ Այս տեխնիկան թույլ է տալիս, որ մենք իրեն հանգիստ ձևով գնանք ու հասնենք այս մաքուր գիտակցական դաշտին, այդ զրոյական դաշտին, որից սկսում է ամեն ինչ։ Եվ այս տեխնիկան ինքը կապ չունի, ես արդեն նշեցի, հավատքի հետ, ինքը ամբողջը գիտական հիմքերի վրա է դրված, եւ մոտավորապես 700 գիտահետազոտական հետազոտություններ են անցկացվել 300-ից ավել ինստիտուտներում, համալսարաններում, մասնագետները տարբեր են, մաթեմատիկներ, ֆիզիկոսներ, բժիշկներ, ֆիզիոլոգներ, որոնք գիտականորեն ապացուցում են, որ այս տեխնիկան շատ հեշտությամբ փոխում է մարդու բանականությունը, ուղեղի աշխատանքն է լավացնում, առողջական վիճակն է բարելավում, որի արդյունքում մարդկանց մոտ միջանձնային հարաբերություններն են լավանում եւ ստեղծարարությունն է մեծանում, որտեվ իրականում ինձ թվում է դու էլ մանկության ժամանակ քեզ հարց ես տվել կամ գոնե պատանեկության, ինչի համար ես ծնվել, ինչի համար ես եկել այս աշխարհ, հա։ Անկամ հիմա եմ այդ հարցը տալի։ Այո։ Գիտեք, հա, ես էլ մինչև 70 տարեկան ինչ որ պահեր զգում էի, բայց հետո հաստատվեցի դրա մեջ, որ իմ կոչումը հենց մարդկանց օգտակար եւ կարող է մարդը պիտի դերձակ դառնա, կարող է մարդը պիտի վարսավիր դառնա, դա էլ է կոչում։ Եվ մարդը երջանիկ է դառնում այն ժամանակ, երբ որ ինքը հասկանում է ինքը ինչի համար է ծնվել։ Այս տեխնիկան թույլ է տալիս, որ մենք բացահայտենք ով ենք մենք եւ ինչ կարող ենք անել։ Եվ մեր ներուժը, ստեղծարարությունը, որ կա մեր ներսում, դա բացահայտվում է, որը իր դրական արդյունքներն է տալիս նաեւ հասարակության համար։ Ի վերջո շատ հզոր այս տեխնիկայի մեջ նաև բան կա, որը փոխում է հասարակական գիտակցության մակարդակը։ Այս դրա մասին է ուզում ձեզ հարցնել, որտեղ այդ մեր այդ ումից որ ես սովորեցի, այդ ամեն ինչը մեզ փոխանցեցին, դրա կարևորությունը, որ
Բացի այն, որ մենք անհատական էություն ունենք, անհատական գիտակցություն ունենք, մենք այդ կոլեկտիվի, այդ հավաքական գիտակցության մաս ենք կազմում ու կան փորձեր, հենց արել են Նյու Յորք քաղաքում, երբ որ հավաքվել են, կարծեմ 1000-ից մի քիչ ավելի 1993 թվականին Վաշինգտոնում 3000-ի մոտ է տրանսցենդենտալ մեդիտացիայի արդեն մեդիտացիով օգտագործողներ ու այդ միասին մեդիտացիա անելու ընթացքում այդ հանցագործությունների թիվը բավականին բարձր տոկոսով սկսում է կրճատվել։ Այդ դրա մասին մի քիչ խոսանք, դրա կարևորությունը։ Այո, շատ կարևոր բան է դա, որովհետև հենց այնպես չեն անում այդ մեդիտացիան։ Մեդիտացիան անելուց առաջ պայմանավորվածություններ ունեին արդեն իշխանությունների հետ եւ ինքը դա հետազոտություն էր։ Եվ այդ ընթացքում պարզվեց, որ հանցագործությունների թիվը պակասել է, ավտովթարների թիվը պակասել է, գողությունների թիվը պակասել է եւ ինքնասպանությունների թիվն է պակասել։ Եվ 1 տարի առաջ Հնդկաստանում արդեն 10,000 հոգով հավաքվեցին աշխարհի տարբեր երկրներից, մեր աղջիկն էլ գնաց, Ռաֆայելան էլ մասնակցեց, 1 շաբաթ թե 2 շաբաթ, ոնց որ թե 2 շաբաթ, այնտեղ անում էին մեդիտացիա խմբային ողջ երկրագնդի խաղաղության, փրկության, որտեղ իրականում շատ կատաստրոֆիկ վիճակներ էր։ Դեռևս շարունակվում է, բայց այդ ժամանակ ոնց որ ավելի կրիտիկական էր, հա։ Եվ իրականում դա թողեց իր լուրջ արդյունքները, եւ հետաքրքիր է, որ հիմա Հնդկաստանում տեսնելով արդյունքները վարչապետը այսպիսի հրաման արձակեց, որ օրական 2000 մարդ գնում է եւ անում է մեդիտացիա։ Եթե իրենք աշխատողներ են, իրենց աշխատավարձը չի կրճատվում այդ օրը, աշխատավարձը պահպանվում է, բայց իրենք գնում են մեդիտացիա անելու եւ հիմա նաեւ տարբեր երկրներում արդեն խմբավորվում են 10,000 հոգյանոց խմբեր, որոնք խմբային մեդիտացիա են անում, որովհետեւ Մահարիշին մի բան ապացուցեց եւ ասեց, որ եթե համայնքի, որևէ խմբի, որևէ համայնքի 1% հանրության 1% ստաբիլ անում է տրանսցենդենտալ մեդիտացիա, ամբողջ համայնքի, ամբողջ խմբի գիտակցական մակարդակը փոխվում է։ Ես այդ բազմամարդ մեդիտացիաներին չեմ մասնակցել, դա հազարավոր մարդկանց, բայց փոքր խմբերով մեդիտացիային մասնակցել եմ, գիտեմ դուք էլ եք կազմակերպում։ Այո։ Կփորձեմ ոնց միջև քանի դար Հայաստանում եմ մասնակցեմ այդ խմբայինին ու անհատական մեդիտացիայի մեկ էլ թեկուզ այդ 5-6 հոգանոց, 10 հոգանոց այդ խմբային մեդիտացիայի տարբերությունը միանգամից զգում ես։ Անպայման։ Արդեն այդ քո կապը այդ կոլեկտիվի է, այդ հավաքական գիտակցության, այդ սենյակում նստած այդ 20 րոպե լռության ընթացքում զգում ես, այնպես որ բացի այն որ արդեն գիտականորեն այդ ձեր ասած պատմությունները փաստավորված է արդեն, ես ինքս իմ վրա եմ զգացել, որ դա հաստատ այդպես է, թե 5-6 հոգանոց մեդիտացիայում դու արդեն զգում ես տարբերությունը փոխանակու այդ անհատական, որտեղ շատ ավելի մեծ արդյունքներ ես գրանցում խմբայինի ժամանակ, քան թե երբ որ անհատական ես անում։ Այո։ Եվ դա նաև ուղղակի միտք եկավ մոտս, մենք օգոստոս ամսին Վայքում որ ռիթրիթ կազմակերպեցինք, այդ ժամանակ էլ ես շատ էի խոսում այդ խմբային գիտակցության կարևորության մասին, որտեղ անգամ այդ անհատական տրավմաները, մարդը հետ ինչ-որ խնդիրներ ունի կամ եկուզ հենց այդ ձեր ասած այդ միսիան պետք է գտնի, դա իր կյանքի առաքելությունը։ Երբ որ խմբային է այդ ամեն ինչը կատարվում, այդ տիպի ռիթրիթներում կամ այդ խմբային մեդիտացիաներում, ոնց որ բազմապատկվում է այդ էներգիան։ Անպայման։ Ոչ թե մեկը մյուսին է տալի, այլ գումարվում է ու բազմապատկվում է, արդեն մի ասած էքստրա էներգիա եք դուք ստանում, արդեն էքստրա հնարավորություն եք ստանում ձեր խնդիրները լուծելու։ Այո։ Եվ դա անհատներն էլ են զգում, Եղեգնաձորում երբ որ գալիս են, հիմնականում զոհվածների կանայք են, տեղահանվածներ, իրենք էլ են դա նկատել։ Դրա համար հենց մեդիտացիայի խմբային օրը նշանակում ենք, իրանք արդեն վազելով գալիս են, որովհետև այսպիսի բան ասենք, եթե ծանր դուռ է, ինչ մի հոգին հրելով բացի, ինչ 10 հոգին միասին, հա։ Եվ սա իրականում շատ մեծ դրական արդյունքներ է տալիս։ Եվ մարդը սկսում է փոխվել, նայեք, երբ որ մարդը դառնում է մեդիտատորը Մահարիշին ասում էր, մեդիտատրից խաղաղություն է բուրում։
Եվ մեղուն ինքը այնքան բնական երևույթ է, որ երբ որ մեղուն թռնում է ծաղիկից ծաղիկ, իր նպատակը հենց այնպես ծաղիկներին մոտենալը չէր, ծաղիկներից նեկտար հավաքելն է։ Ուրեմն մեդիտատորը դառնում է այն խաղաղություն բուրողը, որին մոտենում են մարդիկ, ովքեր ստրեսավորված են, ովքեր կարիք ունեն այդ խաղաղության, եւ իրանք էլ են դառնում մեդիտատոր, եւ իրենք էլ են խաղաղվում, եւ քանի այս շրջանը մեծանա, ինչքան մարդիկ տեղեկանան այս տեխնիկայի մասին, եւ իրենք էլ դառնան մասնիկը, ես հավատում եմ, որ Հայաստանը իրականում այս գիտակցական մակարդակը, այս խառնաշփոթը, որ կա, կփոխվի ինքն իրեն, ոչ մեկին պետք չի դաստիարակել, ոչ մեկին պետք չի սովորեցնել, դա իրեն ներսից անում է բնությունը, հրաշալի է դա։ Ես ուղղակի պետք է չխանգարենք։ Իսկ կարող եմ շատ ենք խանգարում։ Այո։ Շատ։ Եվ հենց այդ տեխնիկայի ուսուցման ժամանակ մեզ նաև սովորեցնում էին, որ ասում է դու մի հսկիր քո մտքին, թող բնությունը անի, որտեվ իրականում տիեզերքը ավելի լավ գիտի քեզ ինչա պետք, քան մենք ինքներս։ Եվ երբ որ թողնում ենք, որ ինքն է անում, ինքը գիտի որ ժամանակում, ինչպես, ու մի կարևոր բան կա, երբ որ մեդիտացիա ես անում, ակնկալիքներ չպետք է ունենաս։ Շատ ժամանակ, երբ որ մենք սովորեցնում ենք, ասում եմ, ինչքան ժամանակից կզգամ ես դա, ես չեմ կարող ասել դա, որովհետև ամեն մարդ տիեզերքում ինքը անհատ է։ Իր ուղեղի կառուցվածքով, իր ֆիզիոլոգիայով, իր ապրած սոցիալական վիճակով, կյանքով, հա, եւ ամեն մեկի մոտ յուրահատուկ է դա կատարում։ Ես մոտավորապես 200 մարդու սովորեցրել եմ արդեն, ոչ մեկի փորձառությունը նման չի մյուսին։ Ամեն անգամ ես զարմանում եմ այդ նոր փորձառությունների, հետո ես հասկանում եմ, որ այո, ախր այս մարդիկ անհատ են, տիեզերքում անհատ են իրենք։ Ու մի բան եմ ուզում ավելացնել, որ այս տրանսցենդենտալ մեդիտացիան, երբ որ սիստեմատիկ անում են, փոխվում է մարդկանց գիտակցական մակարդակը։ Տրանսցենդենտալ մեդիտացիան, երբ որ սիստեմատիկ անում են, առաջանում է, ոչ թե առաջանում է, կա այդ գիտակցական մակարդակը, փոխվում է, դառնում է տիեզերական գիտակցական մակարդակ, հա։ Եվ գիտեք, ամենահետաքրքիրն է նա, երբ որ վերցնում ենք օվկիանոսը որպես բացարձակ գիտակցության դաշտ, օվկիանոսի մի կաթիլի մեջ նույն բաղադրությունն է, ինչ որ ամբողջ օվկիանոսի մեջ։ Եվ եթե ես, դու եւ մնացած անհատները հասնենք դրան, որ մենք հասկանանք, հենց այդ օվկիանոսի կաթիլն ենք մենք կունենանք պատասխանատվություն մեզ վրա, որտեվ ես անկեղծ եմ ուզում ասեմ, ես հասկացա մի բան, եթե ես բարկացա, այդ բարկությունը մենակ ինձ չի վնաս տալիս։ Ոնց որ քարը նետում ես լճի մեջ, ինքը կոհակներ առաջացնում։ Իմ այս բարկությունը գնաց այդ օվկիանոսի մեջ ու ինչ որ բան փոխեց, որը կարող է ինչ որ անհատների էլ վնասի։ Եվ իմ դրական բարձր վիբրացիաները օգնում են, որ այդ օվկիանոսը ավելի մաքրվի ու ավելի անհատներ, ավելի հավես ձևով իրանց կյանքը կառուցեն։ Ու Մահարիշին մի բան էլ ասեց, սա էլ ասեմ, եթե հարցեր կունենաք, ասեց սա իմ նվերն է այս սերունդին եւ հետագա եկող սերունդներին, որ կյանքը տառապանքից դարձնենք վայելք, որտեղ իրականում կյանքը արարված է, մարդուն տրված է վայելելու համար։ Շատ լավ բան ասացիք, շատ լավ։ Ես ուզում եի դուք ինչ ասեի տրանսցենդենտալ մեդիտացիայի տարբերության մնացած մեդիտացիաներից, ոչ թե նույն չեմ ասում բոլոր մեդիտացիաներից, բայց կան մեդիտացիան, օրինակ այդ օմի մեդիտացիան, որը որ մարդուն ուղղակի սարքում է իմիջիայլոց կյանքի նկատմամբ։ Այսինքն, օքեյ, իջացնում է ստրեսի լեվելը արդեն այն մակարդակի հասցնում, որ այդ տեսնում ենք, չի, ասենք այդ բուդդիստ, չգիտեմ, այդ մանկերը, մանախները, բան, ինչքան ասենք իրենք անտարբեր են, ուղղակի իրանք կան, իրանք ոչինչ չի անհանգստացնում, որ բոլորին, որ ամեն մեկը ունի իր կյանքի ընտրած ճանապարհը, բայց ես երբեք չեմ ուզում այդ ձևով ապրեմ, հա, ես ուզում եմ ապրեմ, ես ուզում եմ այդ գիրքը, այդ ապրելու ցանկությունը մնա իմ մեջ, հա։ Այդ տրանսցենդենտալ մեդիտացիան ոնց որ իջացնում է քո ստրեսի մակարդակը, բայց այդ կյանքը ապրելու ցանկությունը թողնում է, կարող է մի բան էլ ավելացնում է։
Այդ իմ համար շատ կարևոր է, որ երևի ամենայն կարևոր մասն է այս տրանսցենդենտալ մեդիտացիայի, որ ինձ գրավեց, որի տարբերություն որոշ մեդիտացիաների օգնում է քեզ ստրեսի մակարդակը իջացնի, բայց այդ կյանքը ապրելու ցանկությանը չի խառնում։ Այո, շատ ճիշտ եք դա նկատել, շատ ճիշտ։ Անկեղծ ասած, ես այդպես մեդիտացիաների շատ տարբեր տեսակներ չգիտեմ։ Հիմնականում առաջինը, որ սովորել եմ, հենց տրանսցենդենտալ մեդիտացիան է, բայց հետագայում, երբ որ լսում եմ եւ համեմատում եմ, ես տեսնում եմ, որ ինքը շատ ունիվերսալ է։ Գիտեք ինչով է ունիվերսալ, որ բնական է։ Ոնց որ գետն է իր հունը գտնում, մաքրելով գնում հասնում է օվկիանոս, այդպես ամեն անհատ գտնում է իր ճանապարհը դեպի մաքուր գիտակցության դաշտ, դեպի իր բարձրագույն եսը։ Իսկ երբ որ այդ բարձրագույն եսը արդեն արտահայտվում է մարդու մեջ, մարդը դառնում է լույս, մարդը դառնում է հզոր բարձր վիբրացիաներով մի էակ, որ լուսավորում է իր շուրջը եւ այդ լույսը չի պահում իրան, լույսը փոխանցում է։ Սա շատ կարեւոր է։ Միանշանակ։ Դուք ասացիք դառնում է, ես ուղղակի իմ կողմից ավելացնում, ոչ թե դառնում է, գտնում է, այլ այդ լույսը միշտ կա, այո, այդ լույսը միշտ կա։ Այդ մեր այդ մարդկային այդ ուղիղ այդ բանականությունը ճակերտավոր ասածը օգտագործելով մենք միշտ խանգարում ենք։ Միշտ ոնց որ բարիերներ ենք ստեղծում, որպեսզի այդ լույսը չկարողանանք տեսնել։ Հենց հանգիստ ենք մեզ թողնում, այդ լույսը գտնում ենք, վերագտնում ենք։ Եվ Մահարիշին մի օրինակ է բերում, այդ որ ասեցիք լույսը կա, ասում է, եթե օրինակ այս բաժակը մաքուր ջուր է, դու դնում ես պատուհանին, արևն արտացոլվում է իր մեջ։ Եվ եթե որոշ ժամանակ, 1-2 ամիս դու չփոխես այս ջուրը, ճանճ կընկնի մեջը, փոշի կլցվի, սարդը ինչ որ ոստան կհույսի, հա, եւ կանաչ փառք առաջանա։ Ու դու կնայես ու կասես, ինչ տխուր է, արևը չկա։ Բայց եթե դու կողքից սկսում ես մաքուր ջուր լցնել, այդ փառը կամած հեռանում է, ու մի օր ու ասում ես, վայ, այս ինչ հրաշք է, արևը կա։ Արևը միշտ մեր ներսում է, բայց մեր կյանքի ընթացքում առաջացած այս ստրեսները փակում են այդ արևը, այդ ճանապարհը, հա, որ մենք տեսնանք։ Դրա համար օրինակ ես կուզենամ Աստվածաշնչից մի օրինակ բերեմ, որ ասում է եղեք երեխաների նման, այլապես չեք կարող մտնել Աստծո արքայությունը, հա։ Իսկ երեխաներն ինչ են, երեխաները շատ բաց են։ Երեխաները շատ ազնիվ են իրենց հետ։ Երեխաները չունեն հոգս պրոբլեմ, իրանք վայելում են կյանքը։ Իրանց խաղն է, իրանց հաճույքն է, հա։ Եվ այս մեդիտացիան մեզ ուղղակի սովորեցնում է դառնալ այդպիսին։ Միանշանակ։ Ձեր այդ ճիշտ է, կարճ ժամանակ եմ շփվում Խնկանության, բայց 100%-անոց վստահություն ունեմ, որ այս ամեն ինչը ուղղակի անում եք փոխանցելու համար։ Ուղղակի ուզում եք օգտակար լինեք, թե դուք, թե ձեր ամուսինը, երկուսից այդ շփումից էլ այդ նույն տպավորությունն եմ ստացել։ Ուզում եմ շեշտադրում դնենք էլի մի բանի վրա, որ մասին արդեն խոսացինք, ոչ թե մենակ այդ անհատական մարդկանց եք ուզում օգնեք, այլ ուզում եք այնքան բավականաչափ անհատների օգնած լինեք, որ արդեն այդ հավաքականը ընդհանուրին օգնի։ Այսինքն հասցնեք ինչ-որ մի տոկոսի այդ մարդկանց, ովքեր որ զբաղվում են այդ տրանսցենդենտալ մեդիտացիայով, որոնք որ արդեն անգամ օգտակար կլինեն մնացածին, ովքեր որ չեն զբաղվում կամ չունեն այդ հետաքրքրությունը։ Հենց նպատակը դա է, այս մեդիտացիայի, այս տեխնիկայի դա է, որ շատ մարդիկ ընդգրկվեն, ինչքան շատ մարդիկ ընդգրկվեն, այնքան այդ բանը ավելի շատ կտարածվի, հա, եւ ավելի կյանքը կփոխվի, ուղղակի իրականում կփոխվի։ Այսօր դա որոշեցինք հանդիպենք ու ոնց որ այս տրանսցենդենտալ մեդիտացիայի մասին զրուցենք, հա, մեր դիտողներին փոխանցենք այս գիտակցությունը, այս միտքը, բայց ես նաև գիտեմ, որ դուք ծրագիր ունեք, եթե դեմ չեք դրա մասին խոսակ, ապագայում ուզում եք մի հատ ինչ-որ sense ընդհանուր խմբային ծանոթություն անեք, չէ՞։ Անպայման։ Խոսենք դրա մասին։ Խոսենք, եւ մի բան եմ ուզում ասեմ, հատկապես իմ հասակակիցներին, որովհետեւ մարդիկ 70 տարեկանից հետո մտածում են, դե արդեն վերջացավ ամեն ինչ։ Ես ուզում եմ ասեմ 60+-ներին, 70+-ներին, որ մենք այնքան երջանիկ ենք, որ մենք ապրեցինք ու անցանք այս ժամանակաշրջանները եւ հիմա մտել ենք այս կվանտային դարաշրջան ու այնքան հնարավորություններ ա բացվել հենց մեզ համար։ Ու մի բան եմ ուզում ասեմ, առողջության մասին ես դե երկար չխոսեցի, բայց մի կարևոր բան կա, էլի գիտականորեն ապացված։ Եթե 5 տարի մարդը
սիստեմատիկ զբաղվում է տրանսցենդենտալ մեդիտացիայով, իր բիոլոգիական տարիքը 12 տարի երիտասարդանում է։ Ես ուղղակի կոչ կանեմ, որ այն մեծ տարիքով մարդիկ չմտածեն, որ իրենք արդեն մեծ են, այս տեխնիկան իրենց համար չի, հենց իրենց համար է։ Որ գոնե մի քանի տարի մենք վայելենք այս կյանքը, որտեղ ապրել ենք այն սովետական միության քառակուսիների մեջ, այն, չգիտեմ, դժվար ժամանակներ են անցել 90-ական թվականները, որտեղ եւ սով կար, եւ պատերազմ կար, եւ խավար կար, եւ երկրաշարժ եղավ։ Հիմա եկել է ժամանակը, որ լույսն է արդեն, եւ թող ապրենք այս լուսավորության մեջ ու լավ ժառանգություն թողնենք մեր երեխաներին, մեր ծոռներին, թոռներին։ Ապրեք շատ։ Այդ խմբայինի մասին մի քանի բան ոնց եք պլանավորում դա անեք։ Խմբային մեդիտացիաներ եւ մենք մեր քաղաքում ենք անում եւ այստեղ Երևանում են անում։ Իդեպ ես ասեմ, որ Երևանում, Հայաստանում մոտավորապես 8 ուսուցիչ կան։ Ուրեմն առաջինը Սվետլանան է եղել, որը երկրաշարժի ժամանակ ինքը թարգմանել է ուղակի, հետո դարձել է ուսուցիչ, եւ կան էլի ուսուցիչներ, Ջոն Գյումիշյանը, որ մեր ուսուցիչն է, մենք երեքով Աննա ունենք, եւ Facebook-ում կա էջ, որտեղ այդ ուսուցիչների մասին տրված է։ Հենց հայաստանյան, հենց հայաստանյան, այո։ Եվ այդ խմբային մեդիտացիաները ինչքան արագ ու շուտ արվեն, այնքան կտարածվի ավելի շատ այս տեխնիկայի մասին, որտեղ ես մի բանում համոզված եմ, որ մարդիկ չգիտեն, ուղղակի տեղյակ չեն։ Այս տիպի հանդիպումները հենց դրա մասին են, որ տեղեկացնեն։ Տեղյակ չեն, որ տեղեկացվեն եւ այդ խմբային մեդիտացիաները կտա հզոր արդյունք, որովհետեւ սա իրականում կբերի գիտակցական մակարդակի փոփոխության, հանրությանը։ Դա վստահ եմ ես դրանում։ Շնորհակալ եմ շատ, որ իմ հրավերը ընդունեցիք։ Ես ձեզ մաղթում եմ ամենայն հաջողություն։ Իմ կողմից էլ ինչով որ հնարավոր է կաջակցեմ այդ ձեր մտահղացմանը, որտեղ հաստատ են հայրենանվեր, ազգանվեր մտահղացում է ձեր մտահղացումը։ Մի բան կուզենամ ավելացնել, որ այս մի ամիսից ավել արդեն ոնց որ մեր հայաստանյան այս տրանսցենդենտալ մեդիտացիան դառավ ինքնաբավ եւ մենք շատ, ասենք, պատերազմի մասնակիցներին, իրենց ընտանիքներին, տեղահանվածներին անվճար է սովորեցվում եւ ունենք հաշվարկային հաշիվ, որտեղ արդեն մարդիկ, ովքեր գիտեն դրա արժեքը, ուզում են որ շատերը սովորեն, իրենք կարող են ներդրում անել, որ դա, եթե կհետաքրքրի, մենք դա կփոխանցենք մարդկանց, որ իրանք էլ մասնակցեն այս աստվածահաճո գործին։ Շատ լավ։ Էլի եւս մեկ անգամ շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ, Հաջողություն եմ մաղթում ձեր որ դրած եզերքը մեզ հանդիպեցրեց իրար ու մենք հասկացանք, որ մենք բոլորս մի գործի համար ենք։ Միանշանակ։